Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Ջոնաթան Էդվարդս, օր ապրիլի 30։ Եվ տեսա այն կինը սրբված սուրբերի արյունովը և Հիսուսի վկաների արյունովը, և երբ որ տեսա նրան, մեծ զարմանքով զարմացա։ Հայտնություն 17-րդ գլուխ 6-րդ խոսք։ Հիսուս Քրիստոսի իսկական նահատակները նրանք չեն, ովքեր պարզապես անսասանորեն հավատում են Քրիստոսի ավետարանի ճշմարտությանը, այլ նրանք, ովքեր ականատես են եղել այս ճշմարտությանը, ինչպես ինքնին նահատակ կամ վկա անունն է ենթադրում։ Ամբողջովին անարդարացի է վկաներ անվանել նրանց, ովքեր պարզապես հայտարարում են իրենց անսասան համոզմունքի մասին, որ ինչ-որ բան ճշմարիտ է։ Միայն նրանք են արժանի վկաները, ովքեր կարող են և վկայում են, որ տեսել են իրենց պնդածի ճշմարտությունը։ Ինչ որ գիտենք խոսում ենք, և ինչ որ տեսանք վկայում ենք։ Հովհաննես 3 գլուխ 11-րդ խոսք։ Եվ ես տեսա և վկայեցի, թե սա է Աստծո որդին։ Հովհաննես 1 գլուխ 34-րդ խոսք։ Եվ մենք տեսանք և վկայում ենք, որ Հայրն իր որդուն ուղարկեց աշխարհի փրկիչը լինելու։ Հովհաննես 4 գլուխ 14-րդ խոսք։ Եվ ես նույն ժամումը վեր նայեցի դեպի նա, և նա ինձ ասեց. մեր հայրերի Աստվածն առաջուց քեզ ընտրեց, որ նրա կամքը ճանաչես, և այն արդարին տեսնես, և նրա բերանիցը ձայն լսես, որովհետև նրա համար վկա կլինես բոլոր մարդկանց առաջին այն բաների համար, որ տեսար և լսեցիր։ Գործք 22-րդ գլուխ 14-15-րդ խոսքեր։ Հիսուս Քրիստոսի ճշմարիտ նահատակները կոչվում են նրա վկաները, և բոլոր սրբերը, որոնք մեծ փորձությունների մեջ իրենց սուրբ ընթացքով վկայում են այն հավատքը, որ հուսացված բաների հաստատությունն է և չտեսնվածների ապացույցը, նույնպես կոչվում են վկաներ։ Նրանք վկաներ են, որովհետև իրենց դավանությամբ և կյանքով հռչակում են ավետարանի ճշմարտության և աստվածային լինելու վերաբերյալ իրենց հաստատուն վստահությունը։ Նրանց մտքի աչքերը լուսավորվել են, որպեսզի տեսնեն ավետարանի մեջ եղած աստվածային փառքը, տեսնեն այնտեղ շողացող այն անհամեմատելի, անպատմելիորեն վեհ և իսկապես աստվածային փայլը։